Միսիսիպիի քիմիական գործարանում պայթյուն է եղել, ինչ վիճակ է տեղանքում։ Նյու Յորքի նոր քաղաքապետից հետո Ֆլորիդայի անշարժ գույքի շուկայում խառնաշփոթ է։ Գերագույն դատարանը խճճվում է Թրամփի մաքսատուրքերի միլիարդների հարցում։ Կալիֆոռնիայում բացահայտվել է 900 հազարանոց խարդախ գողությունների ցանց։ Թրամփը Սպիտակ տանը հավաքում է Կենտրոնական Ասիան, հանքեր, էներգետիկա, մեծ քաղաքականություն, ինչ հանդիպումներ են սպասվում։ Starbucks-ի արջբաժակը դարձել է մի նոր թրենդ, ինչքան է հասել վաճառքները։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգների ամենաքննարկվող և կարևոր իրադարձությունների մասին։ Կսպասեմ ձեր լայքերին, մեկնաբանություններին և բաժանորդագրությանը, որոնք մեզ շնորհակալություն հայտնելու ամենալավ տարբերակներն են։ Դրանք իսկապես օգնում և ոգեշնչում են մեզ։ Իսկ հիմա միասին տեսնենք, թե այսօրվա համար ինչ թեմաներ են առանձնացրել մեր լրագրողները։ Միսիսիպիի CF Industries քիմիական գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ամոնիակի արտահոսք և օդի լուրջ աղտոտում է գրանցվել։ Դրա պատճառով իշխանությունները հայտարարել են արտակարգ տարհանում, իսկ շրջակա բնակավայրերի բնակիչներին հորդորել են տներում մնալ։ Նահանգապետը հայտնել է, որ զոհերի կամ վիրավորների մասին տվյալներ այս պահին չկան։ Փրկարարներն ու բնապահպանական մասնագետները շարունակում են տեղանքում հատուկ աշխատանքները։ Օդի մոնիտորինգը ցույց է տվել ամոնիակի թույլատրելի առավելագույն մակարդակը, որը երկարատև ազդեցության դեպքում վտանգավոր է մարդու կյանքի համար։ Ըստ Mississippi Free Press-ի, պայթյունի պատճառը դեռ պարզ չէ։ Նախնական վարկածով այն կարող է կապված լինել տեխնիկական խափանման հետ։ Ֆլորիդայի Փալմ Բիչի անշարժ գույքի գործակալը հայտնվել է զանգերի իսկական հեղեղի տակ այն բանից հետո, երբ Նյու Յորքի նոր ընտրված մուսուլման սոցիալիստ քաղաքապետ Զոհրան Մամդանիի հաղթանակից հետո հարյուրավոր նյույորքցիներ սկսել են հետաքրքրվել Ֆլորիդա տեղափոխվելու հնարավորությամբ։ Գործակալը պատմել է, որ ընտրություններից անմիջապես հետո 8 ժամ շարունակ անընդմեջ պատասխանել է զանգերին, իսկ այժմ պատրաստվում է ցուցադրել այն տները, որոնք ամիսներով չէին վաճառվում։ Մամդանին իր քարոզարշավում խոստացել էր անվճար առողջապահություն և տրանսպորտ, ինչպես նաև բարձր եկամուտ ունեցողների շահութահարկի 4%-ով բարձրացման հաշվին սննդամթերքի գների արհեստական նվազեցում։ Նա նաև հայտարարել է, որ $1 միլիոն ավելի եկամուտ ունեցող նյույորքցիները պետք է վճարեն լրացուցիչ 2% հարկ։ Այս հայտարարությունները ըստ տնտեսագետների վախ են առաջացրել Նյու Յորքի բարձր եկամուտ ունեցող բնակիչների շրջանում, ովքեր սկսել են զանգվածաբար հարկային բարենպաստ նահանգներ փնտրել։ Շիկագոյի դաշնային դատարանը որոշում է կայացրել սահմանափակել միգրացիոն ծառայությունների գործակալների ուժի կիրառումը։ Դատավոր Սառա Էլիսը նման քայլի է գնացել այն բանից հետո, երբ քննությամբ պարզվել է, որ կառավարության ներկայացուցիչները միտումնավոր խեղաթյուրել են ցույցերի իրական բնույթը, ներկայացնելով դրանք որպես բռնի գործողություններ։ Դատարանը ուսումնասիրել է գործակալներին հատկացված տեսախցիկների տեսագրությունները, որոնք ըստ դատավորի հակասել են նրանց տված ցուցմունքներին։ Տեսանյութում երևացել է, որ ցուցարարները եղել են անզեն և ոչ մի բռնություն հրահրող արարք չեն արել, իսկ գործակալների կողմից ուժի կիրառումը անտեղի է եղել։ Էլիսը բավարարել է ցուցարարների, լրագրողների և հոգևորականների հայցը, արգելելով դաշնային գործակալներին արցունքաբեր գազ, ինչպես նաև ռետինե փամփուշտներ և այլ ցրման միջոցներ կիրառել։ Դատավորի խոսքով նման գործողությունները խախտում են քաղաքացիների խոսքի, հավաքների և դավանանքի ազատության սահմանադրական իրավունքները։ ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում և Կալիֆոռնիայի ևս 4 խոշոր օդանավակայաններում այսօրվանից սկսած ստիպված են լինելու կրճատել թռիչքների թիվը 10%-ով։ Այս որոշումը պայմանավորված է օդային երթևեկության վերահսկողության պակասով, որը խորացել է կառավարության շաթդաունի հետևանքով։ ԱՄՆ տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ սահմանափակումները կգործեն ընդհանուր առմամբ 40 խոշոր օդանավակայաններում։ Վարչության տվյալներով միայն LAX-ում օրական իրականացվում է ավելի քան 700 թռիչք, դառնալով երկրի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկը։ Սպասվում են լրացուցիչ խափանումներ և դժգոհություններ։ Մենք համագործակցում ենք ավիաընկերությունների հետ, որպեսզի նվազեցնենք անհարմարությունները, սակայն մեր առաջնահերթությունը մնում է օդային տարածքի անվտանգությունը, ասել է նախարարը Վաշինգտոնում կայացած ասուլիսում։
Ամենաբարձրագույն դատարանը կանգնել է իրավական բարդ խնդրի առջև։ Դատարանը փորձում է որոշել, թե ինչ պետք է անի այն միլիարդավոր դոլարների հետ, որոնք հավաքվել են Թրամփի մաքսատուրքերից։ Խնդիրն այն է, որ հենց նույն դատարանը պետք է որոշի, արդյոք մաքսատուրքերը օրինական են, թե ոչ։ Եթե որոշի, որ օրինական չեն, ապա գանձված միլիարդները օրենքի տեսանկյունից լուրջ խնդիր են դառնալու։ Լսումների ընթացքում դատավոր Էմի Քոնի Բարեթը զարմացած հարցրել է, իսկ դա ինչպես պետք է աշխատի, սա իսկական քաոս է։ Փաստաբան Նիլ Կաթյալը ներկայացնելով փոքր բիզնեսների շահերը, բացատրել է, որ գումարները կվերադարձվեն միայն այն ընկերություններին, որոնք ներգրաված են դատական գործում, իսկ մյուսները ստիպված կլինեն անցնել բարդ եւ երկարատև բյուրոկրատական ընթացակարգ։ Դատավոր Բարեթը ժպիտով արձագանքել է, այսինքն այնուամենայնիվ քաոս, ինչին Կաթյալը պատասխանել է. այո, բայց տնտեսական խառնաշփոթը չի կարող արդարացնել անարդարությունը։ 3 ստորադաս դատարաններ արդեն վճռել են, որ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները, երբ տասնյակ երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու համար օգտագործել է արտակարգ տնտեսական միջոցների մասին օրենքը։ Դատավորի ներկայիս դիրքորոշումը ցույց է տալիս, որ բարձրագույն դատարանը եւս հակված է հաստատել Թրամփի դեմ որոշումը, ինչը կարող է բացել ճանապարհը բարդ փոխհատուցումների եւ նոր զանգվածային դատական գործընթացների համար։ Լոս Անջելեսի իրավապահները բացահայտել են խոշոր կազմակերպված խումբ, որը զբաղվել է մանրածախ գողություններով, տարբեր խանութներին պատճառելով ավելի քան $900,000 վնաս։ Քննությունը սկսվել է դեռ սեպտեմբերին, երբ ոստիկանությունը արձագանքել է Հոմ Դեպոյի հաղորդումներին, որ նույն անձինք պարբերաբար թիրախավորել են իրենց խանութները։ Կասկածյալները գործել են խարդախ սխեմայով, միտումնավոր վնասելով ապրանքները, հանելով դրանց բաղադրիչները եւ վերադարձնելով խանութ փոխարինման պահանջով։ Գործին միացել են նաեւ Սակրամենտոյի ոստիկանությունը, ովքեր նոյեմբերի 6-ին իրականացրել են միասնական խուզարկություններ։ Արդյունքում հայտնաբերվել է ավելի քան $300,000 գողացված ապրանք, $59,000 կանխիկ գումար եւ 12 միավոր զենք։ Մի քանի անձ ձերբակալվել է, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվել։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ BBC-ի հաղորդավար Մարտին Քրոքսոլը ստացել է պաշտոնական նկատողություն այն բանից հետո, երբ հունիսին եթերում հղի մարդիկ արտահայտությունը փոխարինել է հղի կանայք ձևակերպմամբ։ Դեպքը տեղի է ունեցել լուրերի թողարկման ընթացքում, երբ նա ինքնաբուխ շտկել է տեքստը, ասելով տարեցները հղի մարդիկ, կանայք եւ նրանք, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, պետք է պահպանեն զգուշություն։ Դիտորդներից 20 բողոք ստանալուց հետո BBC-ի ներքին վերահսկողության բաժինը որոշել է, որ Քրոքսոլը խախտել է հեռարձակման ներառական լեզվի պահանջները եւ նրան պաշտոնական նկատողություն է հայտարարվել։ Ցուկերբերգը իր կնոջ հետ հայտարարել են, որ իրենց բարեգործական գործունեության հիմնական ուղղությունը այսուհետև կլինի BioHub գիտական կենտրոնը, որտեղ արհեստական բանականությունը կօգտագործվի հիվանդությունների կանխարգելման եւ բուժման նոր մեթոդների մշակման համար։ Նրանց նպատակն է ստեղծել AI մոդելներ, որոնք կհասկանան բջիջների աշխատանքը եւ կօգնեն վերահսկել իմունային համակարգը։ Ցուկերբերգը նշել է, որ առաջիկա տասնամյակում նրանք պատրաստվում են կրկնապատկել ներդրումները, հասնելով տարեկան մոտ $1 միլիարդ։ GTA 6-ը կհրապարակվի 2026 թվականի նոյեմբերի 19-ին։ Այս լուրը ցնցել է համացանցը, ընկերությունը սակայն խոստացել է, որ երկար սպասումը լիովին կարդարանա, խաղը լինելու է աննախադեպ որակի եւ մասշտաբի։ Հիշեցնեմ, որ խաղի ստեղծման եւ մարքեթինգային ծախսերը միասին ըստ ինսայդերների գնահատվում է $1-2 միլիարդ սահմաններում։ Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկատվություն, պարզ ու հետաքրքիր ձևով ներկայացնելով մեր Facebook-ում եւ Instagram-ում, այնպես որ կարող եք հետևել մեր սոցցանցերի թարմացումներին։ ԱՄՆ գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին սահմանափակել տրանսգենդեր քաղաքացիների անձնագրերի ձևակերպման կանոնները։ Դատարանը բավարարել է արդարադատության նախարարության բողոքը եւ չեղարկել ավելի ցածր ատյանի որոշումը, ինչի շնորհիվ ուժի մեջ կմտնի նոր կարգ, ըստ որի անձնագրում կնշվի միայն ծննդյան պահին գրանցված սեռը։
Երեք լիբերալ դատավորներ հանդես են եկել բացահայտ անհամաձայնությամբ հայտարարելով, որ այս որոշումը հետընթաց է տրանսգենդեր ամերիկացիների իրավունքների պաշտպանության գործում։ Նրանք ընդգծել են, որ նման սահմանափակումները խախտում են անձնական ինքնության և հավասարության հիմնարար սկզբունքները։ Ջո Բայդենի օրոք 2021-ին այս հարցի վերաբերյալ պահանջը մեղմացվել էր քաղաքացիներին թույլ տալով ինքնուրույն ընտրել տղամարդ կամ կին նշումը և ավելացնել նաև X տարբերակը։ Լուիսվիլում վթարված UPS-ի բեռնատար ինքնաթիռը մեկ ամսից ավելի տևած տեխնիկական վերանորոգումից հետո ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր վերադարձվել շահագործման վառելիքի բաքում հայտնաբերված ճաքի պատճառով 34-ամյա MD-11 տիպի օդանավը սեպտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 18-ը կանգնած էր Սան Անտոնիոյի տեխնիկական կենտրոնում։ Հիշեցնեմ, որ ավիավթարը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Քենթաքի նահանգի Լուիսվիլ քաղաքում, երբ ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո կորցրել է շարժիչներից մեկը եւ ընկել է օդանավակայանի մոտակայքում։ Վթարի հետևանքով ըստ տեղական իշխանությունների զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում 1 երեխա։ Դաշնային ավիացիոն ադմինիստրացիան եւ տեղական իշխանությունները շարունակում են հետաքննությունը պարզելու աղետի պատճառը։ Փրկարարները մի քանի ժամ շարունակ մարել են հսկայական հրդեհը, իսկ դեպքի վայրը մնում է փակ որպես դաշնային հետաքննության գոտի։ Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Կենտրոնական Ասիայի 5 երկրների՝ Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ։ Հանդիպումը անցկացվում է C5+1 ձևաչափով, որը գործում է դեռևս 2015 թվականից և միավորում է ԱՄՆ-ն ու տարածաշրջանային պետությունները տնտեսական, էներգետիկ և անվտանգության ոլորտներում համագործակցության նպատակով։ Ամերիկյան կողմը ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, որն ունի հսկայական հանքային պաշարներ և միևնույն ժամանակ համարվում է Ռուսաստանի ազդեցության գոտի։ Միևնույն ժամանակ Չինաստանը վերջին տարիներին ակտիվորեն փորձում է ընդլայնել իր տնտեսական ներկայությունը այդ երկրներում, ինչի ֆոնին Վաշինգտոնի նախաձեռնությունը դիտվում է որպես հակակշիռ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման և կախվածության նվազեցման ուղղությամբ։ Թրամփի վարչակազմը նախատեսում է առաջարկել նոր ներդրումային ծրագրեր հանքարդյունաբերության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, ընդգծելով Կենտրոնական Ասիայի երկրների ուրանի, պղնձի, ոսկու և հազվագյուտ մետաղների հսկայական պաշարների նշանակությունը։ Գրավելով տարբեր երկրներից հազարավոր երիտասարդներին, ԱՄՆ շարունակում է մնալ աշխարհի առաջատար կրթական կենտրոններից մեկը։ Բարձրագույն կրթություն և մասնագիտական փորձ ձեռք բերելու նպատակով ամեն տարի հազարավոր ուսանողներ են տեղափոխվում ԱՄՆ։ Այս հոսքը ոչ միայն հարստացնում է համալսարանի միջավայրը, այլև զգալի ազդեցություն ունի երկրի տնտեսության և աշխատանքի շուկայի վրա։ Միջազգային ուսանողների թիվը նոր պատմական մակարդակ է գրանցել 2023-24 թվականների ուսումնական տարում համալսարաններում և քոլեջներում գրանցվել է 1,126,690 արտասահմանցի ուսանող։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է 7%-ով և կազմում է ԱՄՆ բարձրագույն կրթության ընդհանուր ուսանողական կազմի մոտ 6%-ը։ Ըստ պաշտոնական տվյալների այդ նույն տարում նրանց տնտեսական ներդրումը գնահատվել է ավելի քան $50 միլիարդ։ Այս աճը ոչ միայն քանակական է, այլև կառուցվածքային։ Միջազգային շրջանավարտներից շատերը մնում են ԱՄՆ-ում պրակտիկ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար։ 2023-24 թվականներին ընդգրկված 242,782 ուսանողը Open Doors հաշվետվության ամբողջ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն էր։ Ստեղծվել է նաև աշխարհագրական նոր պատկեր։ Հնդկաստանը 2023-24-ին իր 331,602 ուսանողով դարձել է ԱՄՆ միջազգային ուսանողների թիվ 1 երկիրը, իսկ Չինաստանը երկրորդն է 277,398 ուսանողով։ Տարածքային կտրվածքով ամենաշատ ուսանողները ընդունում են Կալիֆոռնիան, Նյու Յորքը և Թեքսասը։ Տնտեսական ազդեցությունը ռեկորդային է։ Միայն 2023-24 թվականի ուսումնական տարում միջազգային ուսանողները ԱՄՆ տնտեսությանը բերել են $43,8 միլիարդ և աջակցել ավելի քան 378,000 աշխատատեղի։ Մեծագույն շահառու նահանգներն են Կալիֆոռնիան, Նյու Յորքը, Մասաչուսեթսը, Թեքսասը և Իլինոյսը, իսկ ընդհանուր թվով արդեն 12 նահանգ անցել է $1 միլիարդ շեմը միայն ուսանողական ծախսերի շնորհիվ։ Համավարակից հետո սա արդեն շարունակական
տնտեսական աճի 4-րդ տարին է։ Fall 2024 Snapshot զեկույցը ցույց է տալիս, որ բակալավրիատում պահպանվում է կայուն վերականգնման միտում, մինչդեռ մագիստրատուրայում 2024-ի աշնանը նկատվել է թեթև կայունացում։ Վիզայի տրամադրման գործընթացները սակայն շարունակում է ազդեցիկ գործոն հանդիսանալ։ Դրանք մի շարք բուհերի համար դարձել են ռիսկային գործոն, հատկապես Չինաստանից հոսքերի վրա։ Միջազգային ուսանողների կայուն աճը վկայում է ոչ միայն ամերիկյան կրթության բարձր հեղինակության, այլև երկրի տնտեսական ու տեխնոլոգիական գրավչության մասին։ Եթե պահպանվեն վիզայի տրամադրման բարենպաստ պայմանները եւ կրթական համակարգի բաց քաղաքականությունը, ԱՄՆ-ն առաջիկա տարիներին կշարունակի մնալ այն գլխավոր ուղղություններից մեկը, որտեղ կրթությունը եւ գլոբալ փորձը միահյուսվում են ապագա մասնագետների ձևավորման համար։ Starbucks-ի նոր առջաձև բաժակը արդեն վաճառվում է եւ դարձել է համացանցի մեծ հիթ։ Ընկերությունը ամբողջ ԱՄՆ-ում գործարկել է իր տոնական մենյուն եւ նվերների հավաքածուն։ Բացի ավանդական ըմպելիքների վերադարձից, այս տարի ներկայացվել են մի շարք նոր տոնական բաժակներ, գավաթներ եւ զարդեր։ Ամենամեծ հետաքրքրությունը առաջացրել է արջի ձևով ապակյա մոդելը $29.95 գնով։ Օգտատերերը բառացիորեն մրցում են բաժակը ձեռք բերելու համար, իսկ առցանց հարթակներում այն արդեն վաճառում են $90-ից մինչև $139-ով։ Լոս Անջելեսի կենդանաբանական այգու պատմության մեջ 15 տարվա սպասումից հետո ծնվել է օրանգուտանի ձագուկ։ Փոքրիկ արու բուրնեական օրանգուտանը ծնվել է 43-ամյա մայրիկ Կալիմի եւ 31-ամյա հայրիկ Իսիմի ընտանիքում։ Մայրն ու ձագը վերջին շաբաթներին գտնվել են հատուկ խնամքի համար հատկացված տարածքում, իսկ այժմ նրանք առաջին անգամ ներկայացվել են այցելուներին կենդանաբանական այգու Red Rain Forest հատվածում։ Կենդանիների խնամքի բաժնի ղեկավարը նշել է, որ սա բացառիկ պահ է ամբողջ թիմի համար։ Նոր ծնունդը մեծ ուրախություն է ոչ միայն մեզ, այլև այցելուների համար։ Այս տեսակը համարվում է ծայրահեղ վտանգված։ Մասնագետների խոսքով օրանգուտաները բոլոր մարդանման կապիկների մեջ ունեն ամենաերկար մայրական խնամքի շրջանը։ Ծնունդների միջև սովորաբար անցնում է 7-ից 8 տարի։ Այդ ընթացքում մայրը սովորեցնում է ձագին գոյատևելու կարևոր հմտություններ սնունդ փնտրելուց մինչև ծառեր մագլցելու եւ վտանգներից խուսափելու ձևերը։ Եթե այս ծրագիրը ամբողջությամբ իրագործվի, Մասկը կարող է դառնալ մարդկության պատմության առաջին տրիլիոնատերը, իսկ Տեսլան աշխարհի ամենաթանկ եւ ազդեցիկ տեխնոլոգիական ընկերություններից մեկը, վերածվելով ոչ միայն ավտոարտադրության, այլև էներգետիկայի եւ արհեստական բանականության գլոբալ հսկայի։ Տեսլայի բաժնետերերը հավանություն են տվել $878 միլիարդ չափով բոնուսային փաթեթին, որը նախատեսված է ընկերության գլխավոր տնօրեն Մասկի համար։ Ավելի քան 75% ներդրողները քվեարկել են առաջարկի օգտին, ուղեկցելով այն բուռն ծափահարություններով։ Այս կերպ նրանք ցույց են տալիս, որ բարձր են գնահատում Մասկի դերը ընկերության հաջողության մեջ։ Առաջին փուլում ընկերությունը պետք է կրկնապատկի իր շուկայական արժեքը $1 տրիլիոն հասցնելով $2 տրիլիոն, իսկ հաջորդ փուլերում ավելացնի այն եւս $500 միլիարդ, մինչև 2035 թվականին հասնի $8.5 տրիլիոն գնահատականի։ Ամեն փուլում Մասկը կստանա իրեն հատկացված գումարի մի մասը։ Նեբրասկայի հարավ-արևմտյան մասում գտնվող նախկին նահանգային բանտը վերափոխվել է դաշնային ներգաղթի կալանավայրի եւ արդեն ընդունել է առաջին կալանավորներին։ Նահանգապետի խոսքով հաստատությունը այս շաբաթ 50-ից 60 ներգաղթյալ է տեղավորել եւ մինչեւ նոր տարի թիվը կհասնի 300 հոգու։ Նախկինում այս տարածքում ցածր ռիսկային դատապարտյալները մասնակցում էին կրթական ու աշխատանքի վերասոցիալականացման ծրագրերի։ Հասարակության մի մասը դժգոհ է այս փոփոխությունից։ Շատերը նշում են, որ Փիլենի բանտը դաշնային իշխանություններին փոխանցելու որոշումը կայացվել է առանց համայնքի կարծիքը հաշվի առնելու։ Հուսամ, որ հավանեցիք մեր կողմից ընտրված այսօրվա թեմաները, հիշեցնեմ, որ մենք եթեր ենք դուրս գալիս ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, ժամը 5:30-ին։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը, կհանդիպենք երկուշաբթի օրը, շնորհակալություն։